Իսկ գիտեք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո ստեղծելու է աղքատության հաղթարման հիմնադրամ եւ օրինակ 5 հոգանոց աղքատ ընտանիքը ամսական 150,000 դրամ աջակցություն է ստանում։ Ճիշտ է անում։ Ճիշտ է անում։ Ինչքան լավ է, այդ բարի չի, լավ է։ Ինչ կտա դա։ Էդի կտա, որ ընտանիքը սոված չի մնա։ Ընտանիքը գոնե մի 2 կիլո միս կառնի, այդ ամիսը յոլա կետա։ Հալալա, իրեն ինչ որ։ Լավ բաներ որ անի, կասենք հալալա իրեն, ինչի մասն է խոսքը։ Ընդհանուր առմամբ այս պահին Նիկոլը պետք է չլինի։ $400,000 տվեց իբրև բաներ անում։ Դե որ սկզբից եկել էր, ուզում էր ստուգեր, ընդ բաներ կար։ Գիտնականներ կային արտասահմանյան բան, որ իբրև այս հանքը շահագործվի։ Կարա ինքը առանց վնասի բանանի, գիտնականները ասի, որ չկա այդպիսի բան։ Այսօր խիա բացը թունավորում այս ծիրուն կուրորտը։ Այս աշխարհի ամենալավ կուրորտներից մեկն է, խիա թունավորում։ Գրպանն է ուզում լիքը լսնի։ Ես առաջի անգամ մենք ենք փակել այդ հանքը, որովհետև ինքը չերևացող հիվանդություն է, կամաց մարդկանց հիվանդացնելու է։ Ու տենց հասնելու է քաղաքով, բանով, այսինքն արփած Սևան տունելով հիվանդությունները, բոլորը գալու է Սևանից տալու են ռոռոկման ջուր, Արարատյան դաշտավեր, այդ բոլոր ստացած պտուղ բանջարեղենը Երևան շուկա, բոլորն իրար հիվանդանալու են։ Սամվել Կարապետյանը կարող է հետագա մի տարի չէ, 2 տարի չէ, 3 տարուց հետո կարող է ժողովուրդը լավ ապրի։ Դե մարդը ասում է ուրեմն կանի։ Այն կտա, որ ամեն մեկը մի չաշխատեն գոնե մի փոքր եկամուտ կստանան, էլի կողքից կիմանը։ Ես վատ դրսամ սաղ էլ վազքի տակ են, սաղ էլ բան է։